Որովհետև նույն արժե համակարգի տեր մարդիկ են, թե Գարեգին-բան, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Լևոն Պետրոսյանը։ Այս այն հայտնի քարյակն է, որ կազմակերպել ու իրականացրել է մարտի 1-ը։ Գարեգին-բանը իր մասնակցությունը այդ մարտի 1-ի process-ներին ունեցել է իր լրելյայն օրհնությունը տալով։ Պարոն Չախոյան, բայց ամեն դեպքում այդ իմաստով մտավախություն չունի իշխող ուժը, որ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ հայտնի քարյակը բոլորը մեկի դեմ են ստացվում է, եթե այդպես հաշվարկենք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանդիպեց ամենայն հայոց կաթողիկոսի հետ, իր աջակցությունը լիակատար հայտնեց ու նաև հակասահմանադրական որակեց այն բոլոր հայտարարությունները, որոնք վարչապետն անում է։ Հիմա, եթե այս քարյակը միասին է, ինչպես եք պատրաստվում պայքարել այն դեպքում, որ մենք գիտենք Գարեգին-բան աջակցություն ունի նաև երկրորդ երրորդ նախագահների կողմից։ Իսկ կներեք, այդ քարյակը նոր է միասին։ Այդ քարյակը շատ վաղուց էր միասին։ 2018 թվականից հետո այդ քարյակը միշտ էլ միասին է եղել։ 2008 թվականի մարտի 1-ից այդ քարյակը միասին է եղել։ Ուղղակի բացահայտ չէին գործում։ Հիմա ընդամենը սկսել են բացահայտ գործել։ Ես չեմ զարմանա, որ ընդամենը օրեր կամ ժամեր անց նույն Գարեգին-բային տեսակցության գնա Ռոբերտ Քոչարյանը, գնա Սերժ Սարգսյանը։ Այս քարյակը միշտ է միասին գործել։ Ու այո, մենք չենք վախենում պայքարել այս քարյակի դեմ։ Դա նորություն չէ։ 2018-ին հենց այս քարյակի դեմ ենք դուրս եկել։